11-ի ավարտին Լիստը դարձավ այն մարդը, ում հնարավոր չէր անտեսել։ Նրա մասին գրում էին, որ նրա համերգին ներկա լինելը նշանակում է դիպչել հավերժությանը։ Բայց այդ հավերժության խորքում արդեն ճեղք էր առաջանում։ Նա այլևս չէր պատկանում ինքն իրեն։ Նրա կյանքը դադարեց լինել մարդկային, այն դարձավ բեմ։ Ֆրանցը զգում էր, որ յուրաքանչյուր հնչյունի հետևում կանգնած է ինչ-որ մեկը՝ հանրությունը, Աստված կամ սատանան։ Նա այլևս չէր հասկանում, թե որ ուժն է առաջնորդում իրեն։ Այդպես էր ծնվում լեգենդը, և Փարիզը դարձավ նրա օրորանը։ Նա վերադարձավ բեմ ինչպես փոթորիկ, և Եվրոպան դողաց։ 1830-ականներին Ֆրանց Լիստի անունը դարձավ մի բառ, որը արտասանում էին և հիացմունքով, և վախով։ Նրա համերգները այլևս պարզապես երաժշտական երեկոներ չէին, դրանք դարձան մի տեսակ ծես։ Մարդիկ չէին տեսնում պարզապես կատարողի, նրանք տեսնում էին հայտնություն։ Կանայք վազում էին դեպի բեմ, նրանք պոկում էին նրա փետուրները, թաշկինակները, նույնիսկ լարերի կտորները։ Ամեն ինչ վերածվում էր սրբության մասունքների։ Թերթերը գրում էին. Լիստը չի նվագում նոտաներ, նա դուրս է քաշում հոգին դաշնամուրից։ Ոչ մի արվեստագետ մինչ այդ չէր առաջացրել նման խելահեղություն։ Բերլինում ոստիկանությունը ստիպված էր ցրել բազմությունը։ Պրահայում կանայք սպասում էին նրա հյուրանոցի դռան մոտ, ձեռքերում նամակներ, լի արցունքներով։ Երբ նա հայտնվում էր, ամբոխը բառացիորեն կորցնում էր շունչը։ Նրան անվանում էին Դև, թավշյա հագուստով, և այդ կերպարը նրան դուր էր գալիս։ Բեմում նա զգում էր այն իշխանությունը, որի մասին երազում են թագավորներն ու զորավարները։ Դահլիճում օդը ծանր էր, մոմերի հոտից, օծանելիքից և մարդկային լարվածությունից։ Մարդիկ հավաքվում էին դաշնամուրի շուրջ, տղամարդիկ մռայլ դեմքերով, կանայք փայլող աչքերով։ Երբ Լիստը բարձրացնում էր ձեռքերը, ամբողջ դահլիճը լռում էր, և սկսվում էր մի բան, որը հիշեցնում էր մոլուցք։ Երաժշտությունը այլևս պարզապես ձայն չէր, այն հոսում էր ինչպես կենդանի նյութ։ Այն կոտրում էր տարածությունը մարդկանց միջև։ Համերգներից հետո նա վերադառնում էր սառը հյուրանոցային սենյակներ։ Սեղանին մնում էին ծաղիկներ, մատանիներ, նամակներ։ Երբեմն նա կարդում էր դրանք մինչև լուսաբաց, բայց զգում էր ոչ թե հպարտություն, այլ հոգնածություն։ Յուրաքանչյուր երկրպագությամբ նա կորցնում էր իր մի մասը։ Ամբոխը նրան ստեղծում էր նորից, բայց այդ նոր Լիստը, Աստված, մարգարե, Դև, այլևս նույն մարդը չէր։ Նրա մասին լուրերը տարածվում էին։ Նրան համեմատում էին Կազանովայի և Մեֆիստոֆելի հետ։ Բարձր հասարակության կանայք մրցում էին նրա ուշադրության համար։ Ես խմել եմ ջուր նրա բաժակից։ Ես դիպել եմ նրա ձեռնոցի ծայրին։ Նրա պատկերներով փորագրություններ էին տարածվում, կրակոտ աչքերով և սատանայական թևերով։ Նա կարդում էր դրանք և ժպտում, առասպելը դառնում էր իրականություն։ Բայց բեմից դուրս նա մարդ էր, և նա հոգնել էր։ Փառքը նա այլևս չէր զգում որպես պարգև, այն դարձել էր աղմուկ, որը ոչնչացնում էր նրա հանգիստը։ Նրան թվում էր, թե ամբոխը խմում է իր կյանքը, յուրաքանչյուր հիացմունք վերցնում էր նրա ուժը։ Երբեմն նա երազում տեսնում էր իր ձեռքերը արյունոտված դաշնամուրի վրա։ Եվրոպայի թագավորները նրան հրավիրում էին իրենց պալատներ, նրան տալիս էին պատվերներ, կոչումներ, բայց նա չէր մնում երկար։ Նա ապրում էր մշտական շարժման մեջ, մեկ քաղաքից մյուսը, մեկ ծափահարությունից մյուսը։ Բայց ներսում նույն դատարկությունն էր։